Ինչ է տիրում Հայաստանում, ընդամենը պետք էր հետևել երեկվա քրոնիկան, ինչ էր, առավոտ շուտ բացվեց, ինչպես ասում են, լուսաբացը շատ դաժան էր, պայթյուն, 3 չէ առաջոր, դուք տեսակ ծեծ ու ջարդին նոր-նորքի թաղապետարանի ծեծ ու ջարդին հաջորդեց ավականու անդամի Մայր Հայաստանի մեքենայի իրենց բակում հրկիզումը ամեն անգամ նման բաներ ասելուց իհարկե պոետի ներկայությամբ դժվար է ասել, որտեղ դժվար է գրչակից ընկերոջը դժվար է պատկերացնել, որ այդպիսի հումանիզմ, այդպիսի գրիչ ունեցող մարդը, որ հումանիզմ էր այդտեղ, այնպես բան փոքր բան մարդկանց կերպարի մեջ տեսնել իրենց մեծ ցավը խնդիր ու այդ բան մի հատ նուրբ հայացք ուներ Վանո Սիրադեղյանը, ոնց կարող էր այդպիսի մարդը դառնալ մարդասպան։ Վանոյի բանդայի մասին հայտնի էր եւ իմ մտերիմներից մեկը շատ հաճախ էր իմ խոսք ուղում, ասում էր դու սխալ ես, ինքը ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի, այլ Քիրվայության ջատագով Բլեյանի հոգեզավակն է եւ մարդասպան բանդա ունեցող Վանո Սիրադեղյանի։ Մենք տեսնում ենք մահեր, պայթյուններ, հասել էր Վանո Սիրադեղյանը մի ժամանակ իր այնպիսի բանի էյֆորիայի մեջ էր ընկել, որ քմահաճիկով, սա մարդը կա, մարդը չկա, սա մեջ էր, հիմա մարդ մեքենան կա, մեքենան պայթում է, մեքենան կա, հիմա մարդը կա, մարդուն սատկացում, ինչպես ասում են, ձեր օրը մահով կտրենք, հիմա ոչ միայն Ալիևն է հայ ժողովրդին ասում, ինքն էլ է մեզ ասում, ձեր օրը բանը մահով կտրենք, այս էր, մենք այդ պայթյունը, այդ ծեծ ու ջարդը կամ հիմա ասում են ոչ թե հաստատ Խաչիկյանց այդ կամաձայնի ոչ թե ասում է կրծելը նորաձև է, ծեծելը նորաձև է, ջարդելը նորաձև է, սպանելը նորաձև է, հայրենիք հանձնելը նորաձև է, Արցախ հանձնելը նորաձև է, իմիջիայլոց բանը ոնց որ թե հիշող էր չկա Արցախի մասին, որ Արցախը կորցրել ենք եւ ինչի մեջ ենք։ Երևանը, դեպի հերումեր ունենային նորմալ որ հիշեին։ Ընդհանրապես առհասարակ եթե մեկ իր հորն ու մորը չի հիշում, այդ ծնողներին հասնում է, իրենց էլ է հասնում։ Այդ ոչ նորմալ ծնողների բան է, դաստիարակության հետևանք եթե այդպես չի խաչի, եթե քեզնից են դաստիարակել, կնես ծնող ա եղել, որ դու քեզնից ծնվածը քեզ պիտի չհիշի, ուրեմն ոչ դու ես մի աղբ, քեզնից ծնվածն էլ է մի աղբ, եթե իր ծնողին չի հիշում, իր հարազատին չի հիշում կամ հակառակ իր երեխային չի հիշում, իրաց նման ասենց բրախած փողոցները գցած, հիմա մենք կգնանք այդ թեմային։ Երկիրը, այն որ ասում էին փողոցի բոմժը որ գալիս է եւ ձեզ ինչ է սպասում, դուք տեսաք, եթե մի անձրև է տեղատարապ, ուրեմն գյուղացին տապալված է, որտեղ կարծա Արման այդ կայանները գոյություն չունեն, չեն աշխատում, ինչի, որտեղ դրա համար պիտի փող դնեն, պիտի աշխատեցնեն, այսինքն խելք ապետ, աշխատանք ապետ, իսկ այս տականքները եկան ինչ էր, երկրի հիմքերի հիմքը համարում էր գյուղատնտեսության նախարարությունը, փակել գյուղնախարարությունը, երկիրը հզոր էր ինչով սպյուրքով, փակել սպյուրքի նախարարությունը, երկիրը ինչով էր մշակույթով, փակել մշակույթի նախարարությունը ստացակ, այսինքն ավիրում են համատարած որ վայրենու պես ուրախացել եք, բանի հրճվանքի մեջ էինք ընկել, ծեփող ա եկել, վերջապես մեկն եկել ա ծեփելու, բայց չգիտեք որ ձեր ծեփելու ժամանակն ա եղել։ Գյուղացին ես երեք նայես, ես մի մխկտոց գյուղացու վիճակը նայես, լացում են այս տղամարդիկ։ Դու գյուղացուն ասեք պատկերացնում եք, ինքը ամիսներով պիտի սպասի, ամիսներով այդ ծառը կտրումատակի խոտը, չգիտեմ ինչամ 1000 տեսակի դեղատարից ջրում ա, բանվորներ ա բերում, ել չեմ ասում խաղաղագործությունը ինչա ծիրան, ինչ ա անում, որ պետք է մի անգամ այդ բերքը ստանա, հավասարելա հողին, որտեղ կաները գոյություն չունեն, չեն աշխատում, այսպիսի վիճակ է։ Երևանը ասես բանը ջրհորդանների բանը վերածվել է, չգիտեմ, լճերի ինչի է, ճահիճների ու լճերի է վերածվել, գնում է, դե իհարկե այ անասուններ, դուք զբաղված եք մարդ ծեծելով, այդ նորքի թաղապետ շները, իրաք մարդ ծեծելով են զբաղված, մեքենա պայթեցնելով են զբաղված, հորանք զբաղված չեն իրանց աշխատանքներ, պետք է մաքրեն, չէ՞ դեռ ինչ-որ բաները ջրատար այդ բաները պետք է մաքրվի, պետք է աշխատանք տարվի, չէ, չեն կա, ես գալիս եմ ամեն օր իմիջիայլոց մանումենտի ճանապարհով, Մայր Հայաստանի արձանի ճանապարհով, գիտեք, ես երբեմն ինձ ասում են բանը, ինչ-որ Ռոբերտ Քոչարյանի անունը տարսել, լավ եմ անում, այդ ճանապարհները որ կա, այ բոմժեր, որ դուք ընդհանրապես ասենց ասֆալտի վրա մի ասենց ներքսող եք, էլի, ձեր արած իմիջիայլոց աբսուրդ է, որ ասեն սրանք բան են անում, էլ ինչ որ ասֆալտ են անում, դեսենք ներք են քսում, գրե, որտեղ հետո իրանք են ասում, գրմեք ճիկուտով քանդում եք, Ավինյանն ասում, գրմեք ճիկուտով քանդում եք, այդ ինչ ասֆալտ է, որ իրանք իրանց բերան, ասում, ճիկուտով քանդում ենք, քանի, չգիտեմ,
քանի ինչ-որ ճանապարհներ, մայրուղիներ, շրջանցող, չգիտեմ չէ, այդ ճանապարհները ամբողջ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ եղավ, չէ, ուրեմն ամեն օր խցանման մեջ գալիս ես, մանումենտից գալիս ես, պիտի հերացի գնաս, այ ոչխարներ, որ դուք այնտեղ վերընկած եք, ինչ որ ոստիկաններ եք, ճանապարհային ոստիկանություն եք, լավ դուք այդ մի հարցը չեք կարողանում լուծել։ Լավ դուք չեք կարողանում մի հատ ճանապարհը կառուցել են, տվել են ձեզ, լավ հասկացանք ավիրող եք, բայց մի հատ այդ ինչ որ լուծում գոյություն չունի, որ դուք կարողանաք լուծել։ Ես այսպես Ցիրուցան եմ խոսում, որտեղ ավերակ է, կոլապս է, համատարած ամենուր։ Եվ ամենաողբերգական բանը, ես չգիտեմ, այս ամեն ինչին ես 3 էր նայում եմ, չգիտեմ, Խաչիկ դուք տեսաք թե չէ, այդ նկարները, այս հայ ժողովուրդը ամեն անգամ դա հիշեցնում է, դա հանրամայրում Բաքվի բանտի այս նկարները այդ տականքներ, այդ որ հրճվում եք, մեծաբերան անդաստիրակ բոմժեր, այդ որ դուք այտենց հրճվում եք, ձեր ինչի վրա եք հրճվում, այդ տականքներ, այս պատկերի վրա, հա, այս աչքերի, հա, այս տառապանքի, այս ողբերգության տականքներ, հա, որ հայից հային, ամենահային, հա, այնպես է կարևոր գնաբանդ, հա, դրա վրա, կամ այն մյուս գեներալների, որ նայում ես, չգիտեմ, աչքերիդ առաջ այստեղ մարդ գոյություն չունի արդեն, ուրվականներ են դարձել։ Ու դուք սրիկան վիժվածքներ, հələ դուք դեռ խոսում եք, հա? Դուք ինչ որ ապագայից եք խոսում, 50+-ից եք խոսում, հայրենիքից եք խոսում, այ վիժվածքեր, այս պատկերը մի հատ նայեք։ Այս մարդիկ, հələ Խաչիկ նայ, ուրվականը չկա այստեղ մարդ։ Չկա այս վիճակը նայեք, չկան այստեղ մարդիկ, չկա այս օրակարգում այս թեման, այս ազգը հրճվու բանի մեջ է, քեֆ ուրախության մեջ է, հաճույքի մեջ է, այն կենթանին, այն կովիկինը, որ 50-ամյակն է նշում, այ կով, այդ ինչի վրա այս այտենց այ կով էր, որ գոնե ձեր այդ ուրախություն բանը թաքուն պահեք, մտցնում եք այս ողբերգության մեջ, այս ցեղասպանությունից փախած այս ազգին ինչն եք ցույց տալիս։ Գիտեք ամբողջ ողբերգությունը որ նա Խաչիկ, որ եւ Տշնամին ճիշտ է աշխատել, որ մեզ խժռի, ինքը պետք է այս մարմինը գզի, գնա, այս գերիները քոնը չեն, տեսեք Ռուբեն Վարդանյանի վիճակը, դու կապ չունես իր հետ, այն արցախցիները քոնը չեն իրանց ցավով անտուն, այն ծնողները ես իրանց ողբերգության մեջ քոնը չեն, մի հատ էլ բեր բարձի ծնողի վրա Որդեգ Օրիսի ասի, գնա դու հարցերը լուծի, դու ոնց ես ապրում, բա տականքներ դուք, այսինքն ինքը պետք է անտարբեր նստի ապրի, հերիք չի տվել են ամենան, մի հատ է դու գնա չգիտեմ ինչ արա, այնտեղ են խեղճ գյուղացին է, մի հատ դրեք տեսեք ես ողբում են ես մարդիկ, ես ուզում եմ մի հատ տեսնեք էլ ես գյուղացիների վիճակը, ինչ է, էլ չգիտեմ էլ ես ցավը, այն որ ասում տալիս են իրանց գլխներին ու ծնկներին, որ ինչի մեջ են հայտնվել ու ինչ է կատարվում, մի հատ տեսեք հողին է հավասարել ամբողջ խաղողի այգին, Այննացած այգիները հողին է հավասարվել, որովհետև կարգավորման այդ բաները ամբողջը հանել են, չկա, պետություն գոյություն չունի, ասենք որ պետություններ դի գյուղնախարարն են տեղներ, բոլորը գնային հասկանալ, մի հատ լսեք, սիրտը պայթում է, մի հատ հետ տուր է սկիզբը։ Առանց գյուղնախարարը չի կարա ապրի։ Այս սպորտի նախարարը թե գյուղնախարարը դի ոնց կլի այ ցավը տանը։ Այս գյուղն է ցեզի պալտոն, անաստուն ասեմ գտնեն դա ինչ անեն։ Բայց խալ ասում գյուղը չի պահում, խալ ասում։ Չէ, որ ասում անաստուն ասեմ էլի չի։ Ժողովրդին դե տիրություն արի, խանի։ Ես չեմ ասում, ես ինչ ղեկավարություն, ես ոնց եմ մտածում սրա, ինչի մասին են մտածում, որա չես ճոկում, ուղղակի չի աշխատում դրանց վրա։ Դե մեկ կամ պետք է ԿՊ-ն մեռնի կամ Հայաստանը պետք է վերանա, հեսա ուրիշ բան չկա հիմա։ Մեր ամեն ինչը թողասի, որտեղ ես կասեմ 2 րոպե։ Մեր տան քեզի պատեր։ Վիճակը նայեք էլի։ Սիրտրա 100 դրամ էժան տան քեզ չկա։ Ո՞վ պետք է։ Ոչ մեկի վեճի չի։ Ոչ մեկի։ Այն տարիներն եք, չէ՞ հիշում։ Վեճի չի։ Այս պետության ղեկավարի վեճի չի, որ հանրապետություն գոյություն ունի։ Վերջ, ասեմ իմանա ժողովուրդ։ Դե մտածեք դուք գիտեք։ Սպասում չունեմ, սպասում ես ելա պետամ սիվտիվ կար, նախարի սպասում եմ սիվտիվ կար ապրեմ, թողեմ ետամ դե պետություն կար, Ռուսաստանի վերջում, պետամ անդե ալդիշտ ապրեմ, աշխարից հեռու կտեք։ Գիտեք ես ինչ եմ հասկացել, Դագարները որ բերել են դրա կափարիչն են արդեն խփում էլի։ Ու գիտեք ինչ կա, մյուսն էլ շատ կարճ է, որ ասում եմ մենք ընտրել ենք բան,
մենք ինչքան փորձենք, չգիտեմ, մտածենք, խելոք խոսենք, բան, ես դեռ հələ տարիներ առաջ եմ հասկացել, որ երբ որ դեռ այն ժամանակ կենտրոն հեռուստաընկերության փայլու առաջ հաղորդաշարն էի վարում, գիտես, չէ, երբեմն կարող փողոցում մի սովորական մարդ մոտենա, ինչ որ բան ասել, ապշում էի։ Ասում ես ո՞նց է հասկացել, ավելին քան հասկացել են։ Այսինքն որ հասկանաք մենք ինչի մեջ ենք։ Գնացեք, տեսեք, գյուղացի մարդ է, չէ՞։ Գյուղացի մարդը ավելին քան պատկեր, ասինքն այնպես ճշգրիտ է ասում։ Այո։ Այնպես ճշգրիտ է ասում ենք ինչի մեջ ենք։ Ինչ եք անում այս ժողովրդի հետ։ Այս մյուս մարդու Գիտի թե նավթի հանք ունի։ Էս ակո նավթի հանք, դու սրանով ես ապել։ 90-ականից սովի տարիներ սրանով բացակում է։ Ես ես դերես եկավար, դու խաբար ես որ քրքրվանք եմ, միջև ես երկիրը սակին երկիր։ Ես ուսանես գյուղացին աշխատում քաղաքը պահում։ Բա որ ես գյուղացին չեմ քաղաքում ֆատ։ Ու բան շուտես են, տանջար ես ինչ ես, լոբի ես ելուները, ես եմ մշակել լոբի տնը քեզ ախր։ Լոբին պետք է տես որ անասապես, ես երկիր չղեկավար ես։ Ոչ թե չեղեկավար։ Սիրտը կանգնում է, սա կործանվել է ամբողջ դուք պատկասեք, այսինքն տարվա այն մեկի համար ասեցին, հա 300 հեկտար է։ Ասեցի այն մեկ երբ սիրտը կկանգնի, որտեվ $300,000 ինչ քանի հեկտար ունի։ Բանի ուսուցիչը Էրդողան ունի, փողեր են տալիս, բաներ կա։ Էս չունի։ Այստեղ մի գյուղացի կա, սա էլ ասեմ ու խոսքը փոխանցեմ, մի գյուղացի կա, ասում է մենք բոլորս եկել ենք փողոց։ Գիտեք, ես շատ անգամ մեղադրում էի, ասում էի կարող են, եթե խելքը գլխին իբր թե կուսակցությունները հավատացին, քաղաքական գործիչները հավատացին, են ողորմելի բոմժ մտավորականները հավատացին, գնացին ծափ էին տալիս։ Սա երազի թե իրականություն, այդ տականք։ Մի հատ ծրտունը չկա, ինչ էր դրա անունը։ Միքայել Պողոսյան, եթե այս մարդիկ գնացին, մենք այս խեղճ գյուղացիներից ինչ, ահա կարող է հավատացել են, բայց պիտի մեր գյուղացիներն ասենք, որ սիրելի հայրենակիցներ, այս էներգիայով, ինչ էներգիա որ պայքարել եք, մենք պիտի այդ նույն էներգիայով պայքարենք, վռնդենք, չի լելու տենց բան, որ ուրիշը գա մեր փոխարեն անի, որ մենք նստենք, սպասենք, որ ինչ որ մեկը գալու է, մտածի, հայ մարդը սոված է մնալու, հայ գյուղացին ավիրվելու է իր գյուղատնտեսությունը, իր տնտեսությունը, ինքը թողնելու է ավելի լավ Թուրքիա համար, կգնաս շատ ավելի լավ, ինչա պատահի։ Կգնաս այդ հողերը կա, հեկտարները կա, կգա ինչա պատահի։ Հա լավագույն դեպքում քեզ կարող է համբալ պահի այդտեղ։ Այսինքն այս էներգիան մենք պիտի օգտագործենք վռնդելու, այս փողոցի թափթփուկ բոմժերին վռնդելու համար։ Էսա մեր ճանապարհը։